Ռուսաստանի նախագահը Կրեմլում ընդունել է Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆին եւ փեսային Ջարեդ Քուշներին։ Հանդիպումը տևել է 5 ժամ, օրակարգում է եղել ռուս-ուկրաինական երկարաժամկետ խաղաղ կարգավորման ամերիկյան ծրագիրը։ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը օգտակար եւ կառուցողական է որակել բանակցությունները։ Քննարկեցինք ավելի վաղ Մոսկվային փոխանցված փաստաթղթերի բովանդակությունը, կոնկրետ ձևակերպումներ չենք դիտարկել, անդրադարձել ենք առաջարկների էությանը։ Նախագահ Պուտինը որոշ կետեր քննադատել է, սակայն կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը, մանրամասնել է Ուշակովը։ Նրա խոսքով անդրադարձ է եղել նաև տարածքների թեմային, առանց որի Մոսկվան չի տեսնում ճգնաժամի կարգավորումը։ Տարածքների հարցով փոխզիջումային տարբերակ դեռ չկա, այնուամենայնիվ ամերիկյան առաջարկներից մի քանիսը կարծես ընդունելի են թվում, բայց դրանք պետք է քննարկվեն, որոշ ձևակերպումներ անընդունելի են, շեշտել է Ուշակովը։ Մամուլի ասուլիսում լրագրողները հետաքրքրվել են, արդյոք Պուտինը եւ Սպիտակ տան ներկայացուցիչները քննարկել են Եվրոպայի դիրքորոշումը։ ՌԴ նախագահի օգնականը նշել է, որ Մոսկվան ապակառուցողական է համարում եվրոպական կողմի գործողությունները։ Անդրադարձ է եղել նաև Ռուսաստան-ԱՄՆ տնտեսական գործակցության հեռանկարին։ Մեր ամերիկացի գործընկերները Դոնալդ Թրամփին կփոխանցեն Վլադիմիր Պուտինի ողջույնները եւ մի շարք կարևոր քաղաքական ուղերձներ, շեշտել է ՌԴ նախագահի օգնականը։ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ սպասում են Ռուսաստանում բանակցություններից հետո ամերիկյան պատվիրակության ազդանշաններին։ Դրանցից են կախված մեր հետագա քայլերը, եթե ամեն ինչ լավ լինի, հնարավոր է շատ շուտով հանդիպենք ամերիկյան պատվիրակության հետ, շեշտել է Ուկրաինայի նախագահը։ Նրա խոսքով, եթե հասկանան, որ գլոբալ եւ արագ որոշումներ կայացնելու հնարավորություն կա, ապա բանակցությունները կանցնեն ամենաբարձր մակարդակով։ Մենք աջակցում ենք Վաշինգտոնի դիրքորոշմանը, որ արյունահեղությունը պետք է դադարեցվի, սակայն հարկավոր է երաշխավորել, որ 1 տարի անց Ռուսաստանը նորից չի ներխուժի, շարունակել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը հավելել է, հասկանում է, որ հեշտ լուծումներ չեն լինելու, սակայն առանց Կիևի ոչինչ չի կարող որոշվել։ Նա ևս ընդունել է, որ այժմ ամենախնդրահարույցը տարածքների եւ անվտանգության երաշխիքների հարցերն են։ Զելենսկին մտահոգություն է հայտնել, որ Մոսկվան կշարունակի նոր պատրվակներ փնտրել պատերազմելու համար եւ կոչ արել Վաշինգտոնին ճնշում գործադրել ռուսական կողմի վրա։ Ուկրաինայի շուրջ իրավիճակին է անդրադարձել Դոնալդ Թրամփը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով ամերիկյան կողմն այժմ խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքեր է գործադրում եւ ի տարբերություն նախորդ վարչակազմի չի ֆինանսավորում պատերազմը։ Ես 8 հակամարտություն եմ կարգավորել, սա կլինի 9-րդը, հեշտ իրավիճակ չէ, խառնաշփոթ է, մտահոգություն է հայտնել Սպիտակ տան ղեկավարը, հավելել, որ իր ջանքերի համար Նոբելյան մրցանակի է արժանի։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ համոզված է, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան մոտ են խաղաղությանն ավելի քան երբևէ։ Նրա խոսքով ի վերջո հենց հակամարտող կողմերը պետք է որոշում կայացնեն պատերազմը դադարեցնելու մասին։ Այժմ նրանք բառացիորեն վիճում են մոտ 30-50 կիլոմետր տարածքի եւ Դոնեցկի շրջանի 20%-ի համար, որոնք ուկրաինական վերահսկողության տակ են, մանրամասնել է դիվանագետը։ Ռուբիոն հավելել է, որ Միացյալ Նահանգները չի կարող անվերջ աջակցել Կիևին։ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հանդիպել է Բաքվում ԵՄ պատվիրակության ղեկավար Մարիանա Կույունջիչի հետ։ Կողմերը քննարկել են էներգետիկ գործընկերության զարգացման հեռանկարը։ Շահբազովը նշել է, որ տարածաշրջանային նոր իրողությունները գործակցության հավելյալ հնարավորություններ են ստեղծում։ Հարավային գազային միջանցքով Եվրոպա-ադրբեջանական գազ է մատակարարվում 2020 թվականի դեկտեմբերի 31-ից։ 2022 թվականին Եվրամիությունը եւ Ադրբեջանը պայմանավորվել են մինչեւ 2027 թվականը տարեկան առնվազն 20 միլիարդ խորանարդ գազի մատակարարման շուրջ։ Հատկանշական է, որ ժամեր առաջ Եվրամիությունը վերջնականապես որոշել է, որ մինչև 2027 թվականի նոյեմբերի 1-ը հրաժարվելու է ռուսական գազից։ Այժմ ԵՄ անդամ պետությունները պետք է ներկայացնեն էներգամատակարարման դիվերսիֆիկացման ազգային ծրագրեր։ Դիանա Գասպարյան, լուրեր։